Երկու հոգին ինչ վտանգ են, ինչու չեն կարող երկու հոգի բարձրանալ։ Գիտեք ինչ, եթե ուղղակի քննարկենք հայեցողական լիազորության, այստեղ հայեցողական լիազորություն չկա։ Տվյալ դեպքում Գվարդիան պատասխանեմ հերթով խոսենք, հա։ Գվարդիան հայեցողական լիազորություն այստեղ չունի։ Գվարդիան կատարում է պարտականությունները, տվյալ դեպքում միջոցառումի բնական ընթացքը ապահովելու։ Ես ենթադրում եմ անվտանգությունը դատելով ձեր քանակից, հիմա այս երկու հոգին ինչ վտանգ են ներկայացնում մոտենալու։ Ուզում եմ հասկանալ, երկու հոգին ինչ վտանգ են ներկայացնում, մի թուղթը ստուգեք, անցնեն ներկայացնեն իրենց պահանջը վերադառնան։ Ձեր ուղեկցությամբ։ Եթե ինչ-որ մի բան սահմանված է օրենքով։ Որ օրենքով։ Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ոստիկանությունը ապահովում է հավաքի անցկացման հարակից տարածքի ազատմունքն ու ելքը։ Իսկ ոստիկանության գվարդիայի մասին օրենքի 8-րդ եւ 11-րդ հոդվածների հիմքով մենք իրականացնում ենք որպես գվարդիայի ծառայողներ մեր գործառույթները։ Տվյալ դեպքերում նաեւ այլ հանրային միջոցառման խաղաղ եւ բնական ընթացքի ապահովումը։ Եվ մենք էլ նպաստում ենք խաղաղ եւ բնականon ընթացքի ապահովում, բնականon ակցիայի շարունակություն այն է, որ երկու հոգի մոտենան նամակով, ընդամենը փոխանցեն նամակը վերադառնան։ Ինչ խնդիր կա այստեղ, ինչ խնդիր ենք լուծում թույլ չտալով։ Այսինքն ինչու իրավունք չունենք այս տարածք մուտք գործելու, եկեք այսպես խոսենք։ Ասեմ ձեզ, որտեղ այստեղ այդպես սահմանված է որպես հանրային միջոցառում։ Սահմանված է, որ տվյալ դեպքում հանրային միջոցառումը անվտանգության միջոցառումից ելնելով տարածքը սահմանազատվեց։ Այդ հանրային միջոցառմանը հանրային է, կներեք արարողակարգային պետական միջոցառում։ Շատ լավ, արարողակարգային պետական միջոցառմանը նայեք, քանի շերտ կա պաշտպանության, մինչև շենք, մենք չենք մոտենում կոնկրետ առաջնորդի, մինչև շենք մոտենում ենք։ Ինչ խնդիր կա, ուզում եմ հասկանամ, ինչ վտանգ եք տեսնում, պետքա սահմանափակումը լինի համաչափ։ Հիմա տվյալ պարագայում ազատության սահմանափակումը ինչով է ձեր սահմանափակումը համաչափ, եթե ես համալիրի շենքին մոտենամ։ Իմ ձեռքին կա այնպիսի միջոց, որ այս շենքի հանդեպ կամ շենքում գտնվողների հանդեպ անհամաչափ որևէ վտանգ կարող եմ ներկայացնել։ Շատ լավ։ Դուք ինչքան ժամանակ եք գիտեք այս միջոցառման մասին։ Տևական ժամանակ։ Տևական ժամանակ։ Դուք գիտեք, որ հավաքների ազատության մասին օրենքի համաձայն 9-րդ հոդվածի համաձայն պետք է ներկայացնեք իրազեկում հավաքի անցկացման վերաբերյալ եւ 10-րդ հոդվածում հստակ նշված է, որ իրազեկման նպատակը հանդիսանում է հավաքի բնականon ընթացքի ապահովում, նաեւ այլ միջոցառումների բնականon ընթացն ապահովելու համար։ Որտեղ եք իրազեկում։ Ոստ զանգահարել եք, դա իրազեկում չի, դա տեղեկացում է, որը կներեք պատասխանում եմ ձեր հարցին, հա, այդպես է։ Դրա համար այսպիսի հարցեր, որսի վերջի պահին չկա, մենք ամեն կերպ աջակցել ենք հավաքին, բնականon խաղաղ ընթացքին, նույնիսկ եթե տեսել ենք լարված իրավիճակներ, մոտեցել ենք, կարգավորել ենք, դուք բոլորը տեսաք, ճիշտ չի, ճիշտ է, այո։ Մենք ամեն ձև աջակցել ենք, ամեն կերպ, մեր գործառույթը դա է, բայց միևնույն ժամանակ հավաքների ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Եվ 5-րդ հոդվածով գիտեք, որ անհրաժեշտ է, եթե անհրաժեշտ է, այլ կարող է որոշակիորեն տարածական առումով սահմանափակվել։ Հիմա այդ գործառույթն է։ Հիմա ես ձեր հարցի պատասխանում եմ։ Եթե նման հարց կար քննարկելու, կարելի նախապես քննարկել, ընդ որում դուք իրավակարգավորումներին ծանոթ եք, բայց ձեր իրավունքն է։ Դուք չեք որոշել այդպես անեք, որոշել եք այսպես անցկացնեք։ Հիմա պարզաբան ներողություն, պարոն Պետրոսյան։ Նայեք, սա հավաք չի, սա նկատի ունեմ համալիրին մոտենալը հավաք չի։ Հավաքը այստեղ գտնվող գործողությունն է, հետեւաբար մենք ուղղակի մի քանի ներկայացուցիչներով ուզում ենք մոտենալ համալիրին։ Տվյալ պարագայում իրազեկման խնդիր չկա։ Պլյուս այս գաղափարը առաջացել է նոր ինքնաբուխ, որ մենք պետք է մոտենանք, քանի որ մենք հայտարարություն ենք անում, այս հայտարարության տեքստը մենք վախ ունենք, մտավախություն ունենք, որ իրենց չի հասնելու, մենք որոշել ենք, որ ուզում ենք արձեռն տանել ներկայացնել իրենց ներկայացուցիչներին։ Ես վստահ եմ, որ առաջնորդները դուրս չեն գալու զուռնադհոլով մեզ դիմավորելու, հայտարարության տեքստն էլ վերցնելու, գոնե իրենց պատվիրակներին արձեռն կտանք եւ կխնդրենք, որ փոխանցեն։ Քանի որ դուք
բավականին մեծ հեռավորության վրա պաշտպանիչ շերտ եք դրել, մենք նույնիսկ կարծում ենք, որ իրենք մեր հավաքը չեն տեսել, որովհետև այնտեղ բաներ կա դրած եւ այլն, պատշաճ հեռավորության վրա չենք եղել եւ ուշադրություն չեն գրավել։ Դրա համար մենք որոշեցինք, որ հայտարարության տեքստը գոնե տանենք, տեղ հասցնենք։ Այս պարագայում մեր քայլելով գնալու պարագայում ձեր ուղեկցությամբ ինչ վտանգ եք տեսնում, որ կարող է արարողակարգային միջոցառմանը այդ վտանգը ներկայացնել։ Ես չեմ տեսնում, ու համարում եմ ձեր սահմանափակումը անհամաչափ է պարագայում։ Ընդ որում ինքը հանրային միջոցառում է, հազարավոր մարդիկ մասնակցում են, մենք էլ այդ մարդկանցից մեկն ենք, այս նույն ժողովրդավարության համար են հավաքվել, մենք էլ ենք նույն բանի համար եկել, ու մեր իրավունքների մասին ուզում ենք բարձրաձայնել։ Հիշեցնեմ, որ այդ նույն առաջնորդները 3 փողոցներում քայլում էին, հաստատ իրենք որևէ վտանգ չեն զգում, առավել ևս ձեր ուղեկցությամբ ենք մենք գնում, այս պարագայում ինչ խնդիր եք տեսնում։ Տեսեք, դուք ասում եք հավաք չի, նախ ասեմ, որ 2 եւ ավելի անձի միաժամանակ ներկայությունը որևէ հանրային վայրում, հանրային նշանակություն ունեցող հարցի շուրջ կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ արդեն իսկ հավաք է։ Եվ բնական է, որ հավաքի մասնակիցների եւ հավաքի տրամաբանության շրջանակում եք դուք այս քայլը փորձում անել։ Խնդիր չկա, եթե գտնում եք, որ մեր գործողությունը, ես պարզաբանեցի, ընդ որում այդ սահմանափակումները ժամանակավոր վերաբերվում են բոլորին, ոչ միայն այստեղ գտնող հավաքի մասնակիցներին, այսինքն այնտեղ մուտք ու ելքը միայն հավաքով չի, որ սահմանափակված է, պայմանավորված է, հատուկ ընդհանրակարգ ամիսների ընթացքում մշակվել, պլանավորվել են այդ միջոցառումները, անվտանգային դա մի քանի կառույցներով դուք գիտեք, չպարզամանեմ շատ երկար, այնպես որ այնպես որ միայն ձեր հետ կապված չի դա։ Եվ եթե գտնում եք, որ մեր գործողությունները անհամաչափ են կամ ոչ իրավաչափ, դրա համար կա հատուկ իրավական ընթացակարգեր, խնդրեմ կարող եք բողոքարկել։ Ես որպեսզի բողոքարկենք, իրեն գնալու են այստեղից։ Նպատակահարմարությունը, բայց դուք ասացիք 2 եւ ավելի։ Ես խնդրում եմ ուղղակի ասացի եւ լսեցի։ Չէ, հավաքի մենք խնդրում ենք ձեզ, Արտակ Բեգլարյանը, ուղեկցությամբ Ալվարդի հայտնի պատճառներով մոտենան եւ նամակը հանձնեն։ Այստեղ 2 եւ ավելի ցույց տեղի չի ունենում 2 հոգուց եւ ավելի, ընդհանրապես Արտակ Բեգլարյանը Ալվարդի ուղեկցությամբ։ Մեր նամակի բովանդակությունը կարող եք ծանոթանալ բովանդակությամբ, կարող եք ոչ մի խնդիր չունենք։ քննարկել ձեր վերադասի հետ, բայց սահմանափակել այս պարագայում ուղղակի անհամաչափ արգելք է մեր իրավունք։ Գիտեք ինչ, դուք գտնում եք անհամաչափ է։ Ես իրավական հիմքերը ներկայացրեցի, որպեսզի անընդհատ իրավական բանավեճի չվերածեն։ Իրավական բանավեճի մասին չի խոսքը, ընդհանրապես ազատ տեղաշարժի սահմանափակումը, որը հիմքերը եւ հոդվածներով ներկայացրեցի։ Անվտանգության մասին եք խոսում, այս 2 հոգին ինչ վտանգ են ներկայացնելու, նամակ տալիս։ Դուք եկեք ես ձեզ ասեմ, եւ իրավական եւ փաստացի հիմքերը ես ներկայացրեցի։ Սահմանափակումը կապված չի միայն ձեր հավաքի հետ։ Դա ընդհանրապես միջոցառման տրամաբանության շրջանակներում եւ ոչ առաջի անգամ է սա եղել։ Ոչ առաջի անգամ։ Առաջնորդները փողոցում քայլում էին, մարդիկ էին մոտենում էին, խոսում էին, հիմա ինչ խնդիր կա այս Կարծում եմ արտառոց չի սահմանափակումները, որովհետեւ այսպիսի միջոցառումների ընթացքում միշտ եղել կան եւ լինելու են նմանատիպ սահմանափակումներ։ Բայց դուք պահել եք այնտեղ, որտեղ այսքան մարդ չի կարող անգամ մոտիկ գնալ շենքին, չեմ ասում այդ մարդկանց։ Ու հիմա ընդհանրապես խնդրանքը այն է, որ 2 հոգի մոտենան այս ակցիայի նամակը հասցնեն տեղում։ Ես համոզված եմ, որ եթե դու տեսեք, ես այսպես ասեմ, որպեսզի ես հստակ պատասխանում եմ հարցին, նման ընթացակարգ բացառված է եւ բացառում եմ, որ նման բան հնարավոր է որ լինի։ Եթե ձեզ ինչպես դիմեմ Կոստանյան Աննա, ուրախ եմ, կարևորը քաղաքացի եք ինձ համար։ Ուրեմն հարգելի Կոստանյան Աննա, ուրեմն ես կրկին անգամ կզանգարեմ կփորձեմ զուտ ուղարկի հարգանքից ելնելով քաղաքացիների խնդրանքից ելնելով, բայց կրկին ասում եմ, որ ի սկզբանե դա հստակ ուղղակի ընթացակարգ է, որ սահմանված է, որ այսպես պետք է լինի։ Հիմա եկեք գնացեք դուք հեռու, ես կխոսեմ եւ կմոտենամ կասեմ։ Դուք խնդրում եմ ներկայացնել այնպես, որ պատշաճ դրսևորվի ցանկությունը։ Արտակ Բեգլարյանը ուղեկցությամբ Ալվարդի ցանկանում է մեր կողմից նամակը հասցնի տեղ եվրոպական առաջնորդին։ Վստահ եղեք, ես Համեցեք, մենք սպասենք ձեզանից։ վստահ ես կներկայացնեմ, պատասխանը կտամ, Կսպասեմ։ Սպասում։